ձեզ շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ կա, որոնց հետ կապված կլսենք նաև ձեր խոսքը եւ այսպես երեք ուշ գիշեր հայտնի դարձավ, որ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը, ինչպես էլ սպասվում էր, կալանավորվեցին 2 ամսով։ Խնդրեմ, այս ամենը ինչ տեղի է ունենում, այս պատկերը, ինչպես է տղաների բերման ենթարկում, խնդրեմ։ Այսպես սկսենք, նախ այդ հարցը շատ տարիների պատմություն ունի, որ ազատ խոսքի նկատմամբ, ազատ մամուլի նկատմամբ, ազատ լրատվամիջոցների նկատմամբ կա հետապնդում այս իշխանությունների կողմից, իրենք լինելով ընդդիմադիր ժամանակին, ունենալով ընդդիմադիր լրատվամիջոցներ, իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում ընդդիմադիր խոսքը, ընդդիմադիր հանրային եթերը, ընդդիմադիր չգիտեմ, գործիչները եւ այլն։ Եվ դա էր պատճառը, որ հիմա նրանք թիրախ են դարձրել հենց ընդդիմադիր լրատվամիջոցները, ընդդիմադիր հարթակները, որտեղից ընդդիմադիր խոսք է լսվում։ Ինչ վերաբերում է անձամբ այդ տղաներին, ես ասեմ, որ առանձնապես այսպես մոտ հարաբերությունների մեջ չեմ եղել իրենց հետ, ու նաեւ երևի տարիքային բերումով եւ այլն։ Բայց լրագրող որպես իմ իհարկե սատարումն եմ հայտնում նրանց, սխալ բան է տեղի ունեցել, չի կարելի այդպես վարվել լրագրողի հետ, ազատ խոսք ասողի հետ, հրապարակախոսի հետ, ի վերջո չի կարելի այդպես վարել օպոնենտի հետ, եթե նա ինչ-որ իր հաղորդումներում կամ իր հաղորդաշարերում, իր ելույթներում քեզ քննադատում է, դա դեռ հիմք չէ, որ դու փորձես նրա հետ հարցերը այդ կարգով, դատական կարգով կամ չգիտեմ ուժերների միջոցով կարգավորես քո հարցերը։ Բարի եղիր, համարժեք պատասխան, համարժեք կարծիք ներկայացրու, հերքիր, որովհետև ժողովրդավարությունը հենց այդ մասին է, ոչ թե եթե մարդը հանկարծ մի բան ասեց, հիմա ես այստեղ մի բան խոսեմ, գան իմ թևերից բռնեն, տանեն, որովհետև դա իրենց դուր չի գալիս, ասացեք խնդրեմ։ Չգիտեմ, համերաշխությունս եմ հայտնում, ուղղակի տեղի է ունեցել սարսափելի ոտնձգություն ազատ խոսքի նկատմամբ, տեղի է ունեցել ժողովրդավարության կոպիտ ոտնահարում եւ կարծում եմ, որ հաշվի առնելով նաեւ պաշտպանական խումբը, այդ երկու Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի, չեմ կարծում, որ այս հարցը կարողանան ծածկադմփոց անել, քնեցնել կամ չգիտեմ ինչ ձևով փորձեն տակից դուրս գալ։ Պատասխան պիտի տան։ Հիմա ամբողջ հարցն է, որ այս ամեն ինչը սկսվել է նաեւ պետական գործչի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այսպես դրդմամբ ասեմ, թե պասով ասեմ, կամ ուղղակի բառից բուն իմաստով գործ տալու հետևանքում։ Ու այն մարդը, ով հրապարակային թքել է մեր քաղաքացու վրա։ Լավ, դե իրանք հրապարակային շատ բաներ են արել, դրա համար իրենք պիտի պատասխան տան։ Բայց այս դեպքում գնաս ոստիկանություն հայտնես, որ քեզ վիրավորել են կամ քեզ սպառնացել են, դա շատ հասարակ ձևով ժողովուրդը ուղղակի ասում է գործ տալ։ Եթե դու կներես, ասենք տղամարդկությունը չի հերիքել կամ ինչը չի հերիքել պատասխանել դրան, եթե համարում ես, որ դա վիրավորանք է եղել քեզ համար, ուրիշ կերպ պատասխանի, դու պետական լծակները դնում ես գործի մեջ, որ լռեցնել մեկին, որն իրավունք ունի ազատ խոսք ասելու։ Եվ ապա վիրավորանք ուրիշ բան է, սպառնալիքը լրիվ ուրիշ բան։ Պաշտպաններն ասում են սպառնալիք որևէ տեղ նրանց խոսքում չի եղել։ Եվ վիրավորանքն էլ քրեական պատասխանատվություն չի ենթարկում, բայց այդ մարդիկ այսօր կալանավորված են։ Այսինքն այստեղ ձին սայլի հետևից կապելու պես մի բան է եղել, սայլն են առաջ դրել։ Չորոշած դեռ ինչ է եղել, չքննած գործը, ընդամենը մեկ հաղորդում տալու այդ փաստով մարդկանց երկու երիտասարդներին ձերբակալել են, հետո կալանավորել ու դարձրել այսպես մի հատ, չգիտեմ, խոսակցության նյութ, քննարկման նյութ, իրականում ստեղ քննարկում չկա, իրականում կա բիրտ ուժի կիրառում ազատ խոսքի նկատմամբ, ուրիշ բան հնարավոր չի ասել։ Հիմա, պարոն Անդրեասյան, այս իրականության մեջ նաև այս ռեպրեսիաները, որ
Ժողովրդավարություն չկա, ժողովրդավարությունը մեռել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Այն, որ չգիտեմ, այլևս բացատրություն չունի այս իշխանությունը իր որևէ գործողության համար, այն, որ այս իշխանությունն այլևս որևէ բացատրություն չունի, թե ինչ տեղի ունեցավ իրականում, թե ինչու պարտվեց երկիրը, ինչու այդքան զոհեր տվեցին, չգիտեմ, ինչու հանկարծ ժողովուրդը, որը իրենց այսպես պատկերացումներով, իրենց բերել էր իշխանության, այսպես դարձավ արհամարված, այս հարցերի պատասխանը չունեն նրանք նոյեմբերի 9-ից։ Անընդհատ ստախոսություն, անընդհատ այսպես գլխի տակ փափուկ բարձ դնել ժողովրդի, համոզել, որ ամեն ինչ ճիշտ է, մենք խաղաղության ենք գնում եւ այլն, սրանք ընդհանրապես այսպես ասեմ ճապոնական կտեր են, որ ժողովրդին մատուցում են իրենց իշխանությունը պահելու համար։ Իրականում ոչինչ էլ տեղի չի ունեցել, իրականում իրենք այն որ խոստացան պատերազմից հետո մի քանի ամսում կշտկեն իրավիճակը եւ այլն, իրականում այդ ուղղությամբ որևէ քայլ չեն արել։ Չէին էլ կարող անել, որովհետեւ պարտված, կապիտուլացված իշխանությունը մի ելք ունի։ Նա պիտի հրաժարական տա, բայց այս մարդիկ մնացին, այսինքն իրենց օգնեցին մնալ, իրենց պահեցին Հայաստանում իշխանության եւ նրանք բնականաբար նրանց բոլոր քայլերը պետք է լինեին արհեստական, կեղծ, շինծու եւ այդ թվում նաեւ ժողովրդավարության մասին նրանց հայտարարությունները, Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է եւ այլն, սովորական շարքային կեղծիք է։ Շարքային մարդուն ուղղակի ասում ես, որ դու ժողովրդավարական երկիր ես, բայց այդ մարդը ժողովրդավարության ոչ մի նշույլ չի տեսնում իր երկրում։ Երբ բռնում են, հիմա խոսեցինք արդեն, երբ բռնում կալանավորում են բլոգերներին, երբ կալանավորում են քաղաքական հակառակորդներին, անգամ երբ չգիտեմ, պետությունը իր ամբողջ ուժը դրել է, անվտանգության համակարգը դրել է, որ հոգևորականներ կալանավորի։ Այստեղ ինչ ժողովրդավարության մասին է խոսքը։ Այդ նույն հոգևորականները ժողովրդավարական ազատությունից օգտվելու իրավունք ունեն, թե չունեն։ Եթե ժողովրդավարությունը չէ, որ նրանք էլ իրենց մեկնաբանությունն ունեն կյանքի, պետության, հասարակության իրենց մեկնություններն ունեն։ Չգիտեմ, ախր այդ ոլորտը ընդհանրապես չէր կարելի մուտք գործել կամ քիթը մտցնել այնտեղ բաներ, որոնցից ընդհանրապես ոչինչ չես հասկանում։ Այսինքն դու ինչ ես ուզում ասել դրանով, որ հնարավոր է, որ դու լինելով պետության վարչապետ կարողանաս նոր կրոն ստեղծել, նոր քրիստոնեություն ստեղծել, չգիտեմ, ինչ է ուզում անել։ Դա քո ոլորտը չի, քո գործի, քո զբաղմունքը այն է, որ օրու մեջ էկոնոմիկայի նախարար ես փոխվում, օրու մեջ, չգիտեմ, հարկային կոմիտեի նախագահ ես փոխում, ԱԱԾ-ի ղեկավարներ ես փոխում։ Քո ոլորտը դրանք են, որովհետև չունես, ոչ կադր ունես, ոչ աշխատանքի ձև գիտես, հիմա այդ ամեն ինչը որպեսզի այսպես ցցում չլինի, ինգել ես եկեղեցու հետևից։ Չգիտեմ ինչ շարժումներ ես առաջնորդում։ Խաղաղության մասին խոսում ես, խաղաղությունից խոսողը պետք է իմանա առնվազն այդ խաղաղության կոմպոնենտները, որ ինչից է կազմվում այդ խաղաղությունը։ Խաղաղությունը կազմված է ուժեղ բանակից, նորմալ քաղաքականությունից հարևանների հետ, դաշնակիցների հետ հարաբերությունները։ Դու ինչով ես ուզում խաղաղություն կառուցել, եթե առնվազն պատերազմի մեջ ես քո հարևանների հետ։ Ոնց ես կառուցել, ոնց ես դու հայտարարում, թե խաղաղությունը եկել է, եթե չգիտես նրանք իրենց հաջորդ քայլով ինչ են անելու։ Դու քո տեղը նստած, մեկ էլ Ալիև այնտեղից հայտարարում է, որ Սևանը Գյոկչա է։ Այսինքն սա չգիտեմ էլի, հիմա երկու խաղաղ երկիր, Շվեյցարիա, Դանիա, հանկարծ մեկը մեկին սկսեն ինչ-որ պահանջներ ներկայացնել, այդպես չի լինում։ Այսինքն պիտի դրա համար պատճառներ լինի, որ նրանք լինեն խաղաղ գոյակցեն, խաղաղ հարևանություն անեն, պիտի հիմնական պատճառն է տնտեսական կապեր պիտի լինեն, չգիտեմ, ժողովրդական փոխայցելություններ, ժողովուրդները պիտի իրար հետ շփվեն, պիտի մշակութային առնչություններ լինեն։ Խաղաղությունը հո այնպես ասելով չի։ Եթե մարդը քո մշակույթի հուշարձաններն իր տարածքում ոչնչացնում է, դու ինչ խաղաղության մասին ես խոսում։ Պարոն Անդրեասյան, երեք ազգային ժողովում բյուջեի քննարկման ամփոփիչ ելույթում ասում է
Խաղաղությունն այն է, որ Հայաստան գնաց մտել Ադրբեջանի տարածքում ու բերվել է ցորեն։ Այդ ցորենի մի մասը կարող են հավելին տալ, այդ հավի արտադրություն մեր երեխեքը չեն ուտելու, այդ հավի միսը մեր երեխեքը չեն ուտելու, թեպը կարանտան խոզերին, այդ խոզի միսը ձեր առաջնորդը չի ուտելու, թե ինքը խոզի միս չի ուտում։ Թող հիմա ասում է Նիկոլ Փաշինյանը, որ այն ահազանգերինի պատասխան, որ խոսում է, որ 4-րդ կարգի սորտի ցորեն են բերել։ Գիտեք ինչ, այդպես խոսացողին պիտի ուղղակի փորձ տնել առաջ, լավ, ցորենը եկել է, փորձ ենք անում։ Հիմա այս ցորենը տալիս ենք այս խոզին, խոզի վրա էլ նշան ենք անում, ես էլ քո ծննդյան օրը այդ խոզը մորթելու ենք, խորոված անենք, համաձայն ես։ Այդպես պիտի պատասխանել այդ մարդուն։ Այդ նույն մարդը ասում է զենք եմ առել, եկեք տանեմ ցույց տամ, չէ՞։ Այս ձևով քաղաքականություն չէ, այս պետության ղեկավարելու ձև չի սա։ Դու ընկել ես սկանդալի մեջ, կատարյալ քաղաքական, ընդ որում արտաքին քաղաքական սկանդալի մեջ ես ընկել դու։ Դու առել ես ցորեն, քեզ տվել են ցորեն։ Բայց պարզվում է, որ ղազախական ցորենը ուտելու ցորեն չի։ Հիմա դա կարելի է այլ կերպ բացատրել կամ ճիշտ պատճառներն ասել, որ մենք հենց այդ կարգի ցորենն ենք բերել, որը ավելի էժան է եւ որը պիտի տանք կենթանիներին։ Ենթադրենք, թեև դա էլ չի թույլատրվում։ Ժամանակին Աֆղանստան այդ դեպք եղել է։ Աֆղանստան նույն ցորենը տվել են եւ ժամանակին մեծ սկանդալ է եղել եւ արգելել են այդ ցորենը կենթանիներին տալ։ Հիմա դու եկել ապացուցում ես, որ այդ ցորենը բերել են, կարելի է կենթանիներին տալ, հետո այդ կենթանիների միսներ մարդիկ ուտեն։ Այսինքն այդ նույն վարակը, որ կենթանին ստացավ ցորենից, փոխանցվի նաեւ մարդուն։ Այս նույն ձևի դուք առողջապահական համակարգ եք պահում, նույն տրամաբանությամբ բացարձակապես։ Հավը ցորենը կերավ, ձուացեց, երեխան ձուն կերավ։ Բանի ժամանակին չէ, դուք ինչպես եք պայքարում այդ կորոնավիրուսի դեմ, հա, արաղը կխմենք, պինցետով կքաշենք, չգիտեմ, ասենց կանենք, այնպես կանենք, կանցնի կգնա, էս է ձեր մակարդակը։ Խայտարակվել եք, ընդունեք, որ խայտարակվել եք։ Կամ էլ բացատրություն տվեք, նորմալ ասեք, մենք հա, հենց բերել ենք այդպիսի ցորեն։ Եվ այստեղ փաստորեն ամենակարևոր երևույթն է, հա, Ադրբեջանով եկել է, դա են ուզում ցույց տալ։ Իսկ թե ինչ է եկել։ Այդ դրա բացատրությունն արդեն ուրիշ է։ Հիմա Ադրբեջանով կարող է բերել, այսինքն այն զենքերը, որը դու առել ես 8 միլիարդով, ինչպես ինքդ ես ասում, կարող ես բերել այդ զենքերը։ Հնդկաստանից կարող ես Ադրբեջանից գնացքով այդ զենքերը բերել Հայաստան։ Չես կարող։ Դու կարող ես ռազմավարական նշանակության որևէ այլ բան բերես։ Մի հատ գեներատոր բերես, մի հատ չգիտեմ ինչ բերես Հայաստան։ Իհարկե չես կարող։ Դու կարող ես ցորեն բերել անորակ, քեզ կտան մեծ սիրով անորակ խոտ կտան, որ փտել է ժամանակին չեն հավաքել, նեխել է այդ անասունը չի ուտելու այդ խոտը կտան քեզ։ Չգիտեմ, այնտեղ այդ մարդիկ մահմեդականներ են, չգիտես ինչ խոզի միս, եթե քեզ պետք լինի գուցե սիրով ասեն տարեք անցկացրեք տվեք իրենց, որովհետև իրենք չեն օգտագործում։ Այդպիսի բաներ կարող են տալ քեզ։ Ադրբեջանով գնացք է եկել Հայաստան։ Լավ, դե եսի ինչ չի եղել, 88 թվին էլ Ադրբեջանից գնացք եկել Հայաստան։ Դրանից առաջ Երևանից ավելի հետո դեռ դրանից Երևանից Բաքու գնացք էր աշխատում։ Ժամանակից գնում էր Մեղրիով անցնում գնում էր Բաքու կամ Երևանից Կապան գնացք էր աշխատում, գնում էր Մեղրիը, անցնում էր Ադրբեջան, պտտվում հետ էր գալիս Կապան, այդպես էր գնացքի գիծ, քանի որ Կապան ուրիշ տեղով չէր մտնում։ Եղել է, բայց պատերազմ եղավ, չէ, դա խաղաղություն չէր։ Պատերազմ եղավ, որովհետև պատերազմի պատճառները եւ պատերազմի շարժառիթները բոլորովին ուրիշ են լինում։ Պատերազմը հենց այնպես ուղիղ տեղը չի լինում, որ ասես, ահա գնացք եկավ, ուրեմն պատերազմ չկա։ Պատերազմը լինում է, երբ որ գալիս է դրա ժամանակը։ Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է։ Դու հիմա այդ ո՞նց ես որոշել, որ արդեն խաղաղությունը բերել ես։ Այդ ամեն մարդ չի կարող անի։ Դա կարող է ասել են քաղաքական գործիչ է, որը ազդեցություն ունի այդ երևույթների վրա, որոնք կանխարգելում են պատերազմը, բայց դու ոչ մի բանի վրա ազդեցություն չունես։ Դու անգամ քո թշնամի երկրի, հակառակորդ երկրի ղեկավարի խոսքի վրա ազդեցություն չունես։ Նա ինչ ուզենա կարա հայտարարի։ Եվ դու հաջորդ վարքյանին կգնաս կատարելու այդ հայտարարածը։
Այնտեղ խոսում են անկլավների մասին, դու այստեղ խոսք ես բացում անմիջապես Արցվաշենի մասին, այսինքն նրանք ճիշտ են, ընդունում ես նրանց ասածները։ Արցվաշենը, որը քեզ պետք չի այսօր, տեղը դաշտ է, ոչ մի բան չկա, ինչ-որ տարածք է։ Հայտարարում ես, թե տարածքը իր ուրեմն մեծությամբ համազոր է կամ չգիտեմ ինչ է այն անկլավներին, որ կան այստեղ, որտեղ դիցուկ գյուղ է, Տիգրանաշենը, գնացեք նա։ Մարդիկ ուզում են փոխանակում անեն կամ չգիտես ինչ անեն, կամ էլ հենց այնպես տան, Ադրբեջանը Արցվաշենից էլ չի հրաժարվելու։ Չի բացառում, հա, առերես ասի, այս ձերն է, բայց այնտեղ ոչ մի բան չկա, այնտեղ ոչ մի հայ չի մտնելու, այնտեղ հայկական ոչ մի բան չի լինելու։ Հայաստանի սահմանադրությունը այդ Արցվաշենում չի գործելու։ Որովհետև անկենդան տարածք է ընդհանրեն։ Դու ինչ ես ուզում ինչի հետ փոխել։ Այն դեպքում, երբ որ Տիգրանաշեն մտնելով ամբողջ Սյունիքը միանգամից կտրվում է, այդ մի նեղ ճանապարհն է այդտեղից պտտվում անցնում։ Բայց ինչ էր ասում երեք։ Հայաստանը կոնկրետ մի երկրի գրպանում է հայտնել Ղարաբաղի հարցով 18, 19, 25, 21-ի մինչև 22-ը ներառյալ մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Ով մի բան է լինում, դրա մասին փորձում է շատ խոսել, չի, մեր դեպքում է։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն։ Մեզ ասում են ինչ ուզել են տվել եք, հակառակը վերջին տարիներին ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են Ղարաբաղ են լացում, ուշադրություն։ Ոչ ոք մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար, սկսած ֆինանսականից մինչև այն, ինչը չի երևալու երբեք։ Դե ոչ ոք ձեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար, այդ ուղղակի դնենք ձեր չափը դնենք ճակերտների մեջ եւ ասենք ոչ ոք իրենից անկախ չի կանգնել ուրեմն Ստեփանակերտի հրապարակում եւ աղմկել թե Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ոչ ոք նման բան չի ասել։ Նախորդ ղեկավարներից բոլորն էլ մտածել են բանակցությունների միջոցով հասնել միտեղ, որ Արցախի հարցը, ինքնորոշման հարցը մնա թղթի վրա, մնա սեղանի վրա եւ այդ բանը տեղի ունենա։ Բայց դու եկել ես, ամեն ինչ ոչնչացել ես հիմա նախընթաց բոլոր գործընթացները եւ այսօր միայն մերկապարանոց հայտարարություններ ես անում։ Ոչ ոք մեզնից ավելի ոչինչ չի արել։ Բայց արի տեսնենք, թե որևէ մեկը ձեզնից ավելի շատ շահ ստացել է Արցախը կորցնելուց։ Այս ձևով հարցը դնենք, ով ավելի մեծ շահ ստացել Արցախը կորցնելուց։ Դուք ձեր ասելով դուք Արցախը տվել եք, Հայաստան եք գտել։ Ձեր ասելով դուք, չգիտեմ, Արցախը տվել եք, ես ինչ եք գտել, ինչ եք շահել, խաղաղություն եք բերել։ Իրականում ոչ մի բան էլ դուք չեք շահել, ոչինչ էլ չեք գտել, ոչինչ էլ չեք ապահովագրել։ Հայաստանն այսօր ամենապաշտպան երկրներից մեկն է։ Եվ Հայաստանում այսօր, չգիտեմ, այս թվացial խաղաղությունը եթե կա էլ, ապա ոչ թե իրենց շնորհիվ է այս իշխանությունների, ապա այն ուժերի, որոնք այս տարածքում ունեն որոշակի շահեր եւ որոշակի շահերի բախումներ կան, որոնք հավասարակշռված են այս պահին։ Բավական է փոքրիկ խախտում եւ այստեղ նույն արյունահեղությունը, նույն, չգիտեմ, ավերները պետք է կրկնվեն։ Ոչ ոք թող չկասկածի սրանում։ Մենք կախված ենք մազից։ Սա է իրենց խաղաղությունը։ Իսկ թե այնտեղ բյուջեով, չգիտեմ, ինչքան գումարներ են տվել, ոնց են արել, թվային արտահայտություններով գուցե տարիների մեջ ինչ-որ բան է երևում։ Բայց դուք ինչքան գումարներ հետո սառեցրեցիք Արցախին տրված։ Ինչքան գումար սառեցրեցիք Արցախը կորցնելով, ինչքան եկեղեցիներ, դպրոցներ, քաղաքներ, գյուղեր, մարդիկ ինչքան տուն ու տեղ թողեցին Արցախում եկան Հայաստան։ Դու այդ ամբողջը կարողանում ես գումարել իրար։ Ես դեռ չեմ ասում, ասենք անվտանգային են հարցերը, թե ինչ էր Արցախը Հայաստանի համար որպես անվտանգություն։ Ես չեմ խոսում, թե ինչ էր Արցախը Հայաստանի համար միջազգային ասպարեզներում, ուրեմն գլուխը ճակատը բարձր, ուրեմն կանգնելու եւ այնտեղ բանակցելու եւ այնտեղ, չգիտեմ, իր անվտանգության համար երաշխիքներ ստեղծելու այդ բանակցություններում։ Հիմա դու ասում ես հայտնվել էր ինչ որ մի պետության գրպանում, նկատի ունի կարծեմ Ռուսաստանը այդպես որ ասում է, թե նրա ուզածով եղավ այս ամեն ինչ, ուզում է այնտեղ մեղքերը բարդել, այնտեղ դնել, մենք շատ լավ գիտենք, որ այո, Ռուսաստանի հետ Հայաստանը ունեցել է առանձնահատուկ հարաբերություններ, թե որպես հապկի անդամ, թե դարավոր բարեկամություն, թե որպես հետխորհրդային ժառանգություն, չգիտեմ, կապերը Ռուսաստանի հետ եղել են առանձնահատուկ։
Հիմա դու մինչև 30 տարի այդ Արցախը կար, հիմա ասենք սկսվեց Ռուսաստանը դժվարությունների մեջ ընկավ, հասկացանք, ինչ որտեղ կապը գուցե բաց է թողել։ Բայց դա նշանակում է, որ դու չպիտի դիմադրեիր, նշանակում է, որ դու չպիտի կռվեիր, նշանակում է, որ դու պիտի ամեն ինչը թողնեիր ուրեմն ադրբեջանցիներին եւ պատերազմի ժամանակ էլ նույնիսկ այն ճիքերը, որ կարող է Ռուսաստանը գործադրել այդ պատերազմը կասեցնելու համար, իջիկ դարձնեիր։ Երկու անգամ քեզ առնվազն առաջարկվել է մինչև Շուշին գրավելը ադրբեջանցիների կողմից։ Երկու անգամ քեզ առաջարկվել է պատերազմը դադարեցնել։ Էլ չեմ ասում, մեր գլխավոր շտաբը դեռ պատերազմի 3-րդ օրն է ասել, ամեն ինչ արեք, որ այս պատերազմը դադարեցվի։ Նույն Ռոբերտ Քոչարյանն ասում է, ես երկրորդ օրը պատերազմի, ես հասկացա, որ այս պատերազմը տանուլ են տալ։ Հիմա իշխանական այս քարոզիչները, Ռոբերտ Քոչարյանը երկրորդ օրը գիտեր։ Մարդը պատերազմներ անցել, երկիր է ղեկավարել, գիտի այդ ամեն ինչը ոնց է ալնում։ Եթե նրանք հարձակվում են առաջի հարվածով, այդքան զինվոր են կոտորում, այդքան ուրեմն զորամասեր են ոչնչացնում։ Պարզ չի, դու էլ չունես դրա քայլը պարզավ, թե ինչի է հասցնելու այդ պատերազմը։ Դու եկել ես 18 թվին, 2 տարի ընդամենը եղել ես վարչապետ, 2 տարի ինքդ լինելով վարչապետ փողոցներից տուն չէիր գնում, պայքարում էիր դեռ քո իշխանությունը պահելու համար, հոկտեմբերի 2 ազգային ժողով լավ կհիշեք, հետո առաջաձգված ընտրություններ 18 թվին, հենց հունվարին, դեկտեմբերին, էլ չգիտեմ էլ ինչ, հետո արդեն COVID եւ ոչինչ չես արել, եկել ես մարդկանց արածը քննադատում ես դու այսօր։ Ասում ամենաշատն եմ արել, Արցախը։ Դե հա, ամենաշատը հենց այդ ձևով պիտի հասկանալ, բա մի ամբողջ պետականություն ոչնչացրեցիր, մի ամբողջ հայկական պետություն հանձնեցիր Ադրբեջանին։ Այն դեպքում, որ նույնիսկ մինչև այսօր դեռ շատ շրջանակներ եվրոպական, Եվրամիության անդամ երկրներում, կառույցներում Եվրամիության այդ հարցը դեռ բան է արվում, այսպես շրջանառվում է, այդ հարցը դեռ քննարկվում է, ի վերջո արցախցիները որպես այս մոլորակի վրա ապրող մարդիկ իրավունքներ ունեն, թե չունեն։ Գնում են Աֆրիկայի ցեղերի իրավունքներն են այսօր պաշտպանվում։ Մարդիկ այնտեղ դարերով, հազարամյակներով են Արցախում ապրել, այդքան մշակույթ են ստեղծել, պետություն են ստեղծել, պետական կառույցներ, կրթություն, գիտություն, չգիտեմ, ամեն ինչ արել են այդ մարդիկ այդ հողի վրա։ Հազարամյակներ շարունակ, եւ դու հիմա այդ ամեն ինչ այդ գանձը տվել ես, եկել ասում ես ամենաշատը ես եմ Արցախի համար բան արել, ինչ ես արել։ Արցախը հանձնելուց բացի ինչ ես արել, որ կարող ենք այսօր մատներս դնել, ասենք, բա այս մարդը այս բաներն արել է, արցախցիները, այսօր Արիաստանում արցախցիները էլի նույն սարսափելի ծանր վիճակում են, այդ մարդկանց այն տուն ձեռք բերելու համար ինչ որ գրոշներ են տալիս, կամ չգիտեմ, քարշ են տալիս, տեղ, ընդեղ, էս են կարել, էս ծրագիրն են կարել, ոչ մի ծրագիր էլ չեն արել։ Նույն արցախցիներն ես չգիտեմ, եկած օգնությունները ինչքանով են տեղ հասել։ Օտար երկրներից եկած օգնությունը որքանով է տեղ հասել արցախցիներին ինչ-որ հարցեր լուծելու համար։ Եթե ամեն ինչ այդքան լավ ես արել, ինչի են այս մարդիկ բողոքում։ Դու գալիս ես բյուջե ես քննարկում խորհրդարանում, այդ դառնում է ասենց մի հատ բան, էլի, չգիտեմ, ես փոշի դուման անելու ինչ-որ մի բան է դարել հիմա բյուջե քննարկելը։ Ինչու, որովհետև մի հատ բյուջե են բերել, որը իրական Հայաստանից ավելի, այսպես ասեմ, իրական է, էլի։ Այսինքն ոչինչ չկա, բայց ներկայացված է, թվեր, նայում ես մի քանի էջանոց այսպես փաստաթուղթ, ինքը շատ կարևոր փաստաթուղթ է, ինքը պիտի խորհրդանշի մեր վաղվա զարգացման ուղղությունը, չափը, ձևը, ինչը պիտի զարգանա, ինչը դեռ դրա ժամանակը չի, թող մի քիչ քդի, այսպես պիտի ամեն ինչ ունենա բացատրություն այդ բյուջեի փաստաթղթում։ Բայց կա ընդհանրապես զեկույցներ, մեր կապարանոց զեկույցներ, հարց էլ տալիս ես, պատասխան չունեն, սկսում են բորբոքվել։ Ասում են ճվճվալ, նախկիններ, ներկաներ, չգիտեմ, դուք թալանչիներ, այս ձևով բյուջե են քննարկում, ես չեմ հասկանում։ Ամեն երկրորդ ելույթը երկրորդ նախագահի, երրորդ նախագահի դեմ ելույթ է։ Ինչ եք ուզում ասել դրանով։ Փաստաթուղթ եք բերել։ Դուք այնքան չեք կարևորել ձեր բերած փաստաթուղթը, որ падգամավորներն անգամ չեն գալիս նիստի, քվորում չի ապահովում։ Խայտարակություն է սա, վարչապետը այնտեղ նստած։
Այն էլ թողնում իբր զայրացած դուրս է գալիս գնում է։ Եվ վստահություն չունի քո հանդեպ սկի քո թիմը։ Քեզ մեղադրի դրա մեջ, ինչի ես ուրիշներին մեղադրում։ Մարդիկ չեն հավատում արդեն քեզ, ինչ կա դրա մեջ։ Այնքան ես ստել, այնքան ես խաբել, այնքան հիմար բաներով բերել ես, փորձել ես այսպես մեծ աղմուկ բարձրացնել, մարդիկ արդեն տեսնում են, որ դրա տակը բան չկա, հասկանում են, չէ՞, նրանք էլ են մարդ։ Ի վերջո, քանի տարի է ազգային ժողովը նստած է։ Իրանց պարագայում նստած ասելն էլ մի քիչ ավելի այսպես շատ բարձր բան կլինի, վերընկած են այնտեղ։ Եվ ասեց կմաքրվեմ, իհարկե գնալու եմ Մայրաթոր։ Խնդրեմ, այս մասում ձեր տեսակետը։ Առայժմ դեպի Մայրաթոր գնալու, եթե սրանք քայլեր են, ամեն քայլի հետ ինքը ոչ թե մաքրվում է, ավելի է պղծվում։ Թող շարունակի, կգնա վերջ Մայրաթոր գնալու օրը ինքը կլինի ամենապիղծ վիճակում։ Ախր չի կարելի եկեղեցու դեմ գնաս, այդ հոգևոր ամբողջ կյանքը արհամարես, այդ մարդկանց ուրեմն, չգիտեմ, եկեղեցուց դարերով, հազարամյակների ուրեմն ներդրումը, չգիտեմ, ուղղությունը, ճանապարհը, կատարած աշխատանքը, ի վերջո բոլորն են, չէ, ընդունում, որ տարիներ շարունակ, երբ որ Հայաստանում դարեր անգամ Հայաստանում իշխանություն չի եղել, պետականություն չի եղել, եկեղեցին իր վրա է ստանձնել այդ գործը։ Դպրոց է պահել, չգիտեմ, մշակութային օջախներ է ստեղծել, գործատեղ է անգամ ստեղծել, ինչ որ ձևով հասարակության հետ հասարակությանը միաբան է պահել։ Սա էլ անելու բան է, այլ երկրների, այլ պետությունների հետ է առնչվել Հայաստանի այս տարածքի ժողովրդին ինչ որ ձևով տիրություն անելու համար։ Դե հիմա գնում ես այդ եկեղեցու դեմ ու ասում ես, որ քո քայլը մաքրվելով գնում ես, հենց որ մաքրվես, զգաս բավականաչափ մաքուր ես, կգնաս։ Չէ, դու առաջ ուրիշ բան էիր ասում։ Ասում էր հիմա մենք մտածում ենք, քննում ենք, ծրագրում ենք, էջմիածնում տեղի ունենալիք այդ հատուկ հանրահավաքը, որի ժամանակ, չգիտեմ, ինչ պիտի անենք։ Գնանք վեհարանը պիտի հետո ազատենք։ Դու հիմա ասում ես, ես մաքրվում եմ, ո՞նց ես մաքրվում։ Գնում ես կարգալույս քահանաների հետ, ինչ որ պատարակների ես։ Այո, պատարակներ, ինչ ասացիք այդ բառը։ Ասում եմ Մայրաթորը։ Հա, շատ լավ բառ է, սրբապիղ ծառայությունների ես մասնակցում։ Անունը դրել եք պատարակ, գնաց ասում էր, պիտի գնանք այդ 44 օրյա պատերազմի զոհերի, ընդ որում հենց ամսի 9-ին, երբ որ Ադրբեջանում շքերթ հաղթանակի, ինքը նույն ամսի 9-ին գնում է Թալինի եկեղեցում, չգիտեմ, զոհերի հիշատակին անմահ պատարակ մատուցելու, սուրբ պատարակ մատուցելու։ Շատ կներես էլի, այդ զոհերը չկան այդքան, որ նորմալ հայկական եկեղեցին, հայկական հայոց եկեղեցին միշտ էլ այդ բաները հիշել է, միշտ էլ արել է, չէ, առանց քեզ էլ։ Դու հիմա հատուկ քո մասնակցություն ցույց տալու համար դրան գնում ես այնտեղ, գնայր Էջմիածին, թող կաթողիկոսի հետ այդ բանը անեիք, պատարակը անեիք։ Սա ավելի, ես չգիտեմ, ավելի ազդեցիկ չէ լինի արդյոք, քան այն, որ դու ես կազմակերպում, մի քանի քեզ նմանի հետևիցդ գցում տանում ես այնտեղ, լրատվամիջոցներն էլ, կամերաները, դե հիմա այդպիսի ժամանակ է, էլի, նկարում են մի քանի հոգի ցանցառ ստեղ այնտեղ հավաքված, մի քանի հոգի էլ անգրագետ քարոզիչ հետները գցած, որ ես Ամերիկայից եմ եկել հատուկ մասնակցեմ, չգիտեմ, ես այստեղից եմ եկել, ծիծաղելի է ուղղակի։ Ծիծաղելի, բառից բուն իմաստով ծիծաղելի։ Նա իր ամեն քայլի հետ պղծվում է։ Եկեղեցու դեմ արվող յուրաքանչյուր քայլի հետ ինքը ավելի է պղծվում։ Ես վաղը չգիտեմ, սովորաբար ասում են Աստված բոլորին ներում է, բայց արդյոք այս այդ դեպքն է, էլի, ես չգիտեմ, այդ ինչքան ես իսկապես ուրեմն պիտի Աստված շատ անչափ մեծ լինի, անսահման մեծ լինի, որ կարողանա սրան ներել։ Բայց եւ չի հաջողվել ըստ էության ինքը երևում է, որ չի կարողանում գեներացնի այդ կերպարներին։ Հա լավ, ինքը չի կարողանում գեներացնել, ինքը չի կարողանում ոչ մի բան անել, այս գիգանտոմանիա կա, չէ՞, այսպիսի մի արտահայտություն, եւ մարդը փոքր է, մարդու վրա չբերեմ օրինակը։ Այն Փիռնու Մոսկան կա, ասենց Կռիլովի առակների մեջ մի պստլիկ շուն, հա, հազիվ նշմարվում է գետնի վրա,
փիղ են տանում քաղաքի փողոցով ու ես բոլորը ուշադիր նայում են փղին, այդ մեծությանը, այդ հսկա կենթանուն նայում են։ Ես Մոսկվան սկսում է աղմկել, հաչել, չգիտեմ, հարցակվել փղի վրա, ասես բաներ անում։ Այդ գիգանտոմանիան իրան որ դնում է ես իմ ինչի տեղ, էլի, կերել է այս իշխանություններին։ Իրեն իր օրինակով նայել մյուսներին։ Նայում ես են կաթի հոտը բերաններից գալիս է, կանայք կան, ազգային ժողով նստած, չգիտեմ, ջահել տղեր կան իրենցից։ Բերանները բացում են, ոնց որ 90 տարեկան բիձալն են։ Արա դուք ով եք առհասարակ, որ վեր կենաք, ասանք, այս պետության համար իսկապես տասնամյակների ջանք, եռանդ, կյանք դրած մարդկանց հասցեին այդպիսի բաներ հայտարարեք։ Ով եք դուք ընդհանրապես։ Հիմա ինչ էր ասել, ներողություն, ես հարցից շեղվեցի, թերևս որ մեկը որ պետք է մաքրվի, թե ինքը ստեղծել չէ, չի կարողանում եկեղեցին։ Հա, հիմա կարողանա թե չի կարողանա։ Հենց առաջի օրը ես ասում էի, որ երբ որ նույնիսկ խոսք չկար Օհանավանի կամ Թալինի եկեղեցիներում այդպիսի արարողություններ անելու, ես ասում էի, որ նա Էջմիածին ոտք չի դնի եւ այդպիսի հավաք Էջմիածինում հանկարծ չի փորձի կատարել, որտեվ դա ուղղակի չի ընդունվի ժողովրդի կողմից։ Ես չգիտեմ, գուցե ժողովուրդը ասեք բավարար չափով չմասնակցեց փրկության շարժմանը, բավարար չափով չմասնակցեց դիմադրության շարժմանը, սրբազան շարժմանը չմասնակցեց բավարար չափով։ Բայց այս դեպքում նա ուղղակի կձախողի, դա դեռ խոսքը չի, հիմա տեսեք, Գյումրիում ընտրություններ ուներ, չէ, օրը մեջ գնում էին, լցվում էին, Գյումրի ինքն էր գնում, չգիտեմ ինչեր էին անում։ Այսօր ասում է հնարավոր է գնա Էջմիածին։ Չեմ կարծում թե այդպիսի բան անի ինքը։ Ինքը դրանով ուղղակի ավելի կգրգռի այդ ժողովրդին։ Գնա Էջմիածին ինչ ասի։ Այսօր իր տեխնացուն, Էջմիածնի իր տեխնացուն Վաղարշապատ համայնքի իր պաստառներում մի փոքրիկ լոգո է թողել, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն գրությունն են հանել։ Չէ, բայց ուղղությունով կպա։ Հասկանալի է, բայց ինքը շատ հասկանալի է, այդ ամեն ինչը կարա լինի, բայց երբ որ տեսնում է թե ինչպես է ժողովուրդն իրենց ընկալում, արդեն քայլեր են անում, որ գոնե այդ ձևով սպրդեն։ Հասկանում ես, գոնե շատ դա աչքի չընկնի։ Իրանք գիտեն իրենց արժեքը իրականում։ Իրանք շատ լավ գիտեն ով են իրենք։ Եվ իրենք շատ լավ գիտեն, որ ժողովուրդը չի ընդունում իրենց արլևս։ Դրա համար այդպիսի փոքր բաներով փորձում են ուշադրություն շեղել։ Հա, այս մեկը մի քիչ լարվածություն ունի, այն մեկը մի քիչ էսպես, այն մեկը ես ասում եմ, շլավագույն գնահատականը իշխանական падգամավորների բացակայություններ նիստից, որտեղ մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը։ Թող գնան մտածեն։ Եվ այն, որ ինքը այսպես ուժեղ ժեստով թողեց ու դուրս եկավ դալիճից, այսպես չգիտեմ, գժական կարելի ասել կամ չգիտեմ, շատ զայրացած, այսպես ասեմ, դուրս եկավ դալիճից, դա խոսում է այն մասին, որ ինքն էլ է հասկացել, թե ով է, ինչ աստիճանի է հասել արդեն իր եւ թիմի հարաբերությունները եւ հիմա երբ որ այն impeachment-ից խոսում են, արդեն ես ճիշտ է, այդ գործընթացը երևի թե արդեն անիմաստել է ձեռնարկել է, բայց ես հիմա հասկանում եմ, որ իսկապես այդ թիմում կլինեին մարդիկ, որոնք ուղղակի դեմ կքվեարկեին իրեն, իր վարչապետությանը։ Եվ հիմա ասում են հնարավոր է գնա արտահերթ ընտրություն է։ Արտահերթ ընտրություն խորհրդարանով է գնալու, ինչքանով է վստահում իր թիմին, ես արդեն չգիտեմ։ Չգիտեմ ես ուղղակի։ Դրա Չէ, հավելացնելու էլ ինչ։ Ուղղակի մեր կոչը երկու օրից Վաղարշապատում ընտրություններ են։ Չվախենալ, չընկրկել, ընդդիմությունը իրապես պետք է այս հաղթանակը տանի, ԿՊԱ-կան եւ ԿՊԱ-կան հարակից կուսակցություններ, այնտեղ ազատ դեմոկրատներ կան, այնտեղ հանրապետություն կա։ Դրանց Ես չէի ասի, թե շատ եմ ուզում, որ Վաղարշապատ համայնքի ընտրությունները դառնան, ասենք, Փարաքարի կամ Գյումրիի ընտրությունների կրկնությունը, այնտեղ ընդդիմությունը հաղթի, կոալիցիա կազմի, այդպես իշխանություն ձևավորի։ Ես իմ ցանկությունն այն է, որ այս իշխանությունը Վաղարշապատում այնպես պարտվի, որ առհասարակ Նիկոլ Փաշինյանը իր հակաեկեղեցական պայքարը մոռանա, որովհետև այստեղ շատ է կապվում ամեն ինչ եկեղեցու հետ։ Այստեղ այս առանձնահատկությունը կա
Եվ սա գործելու է, եւ սա իր ազդեցություն թողնելու է։ Նիկոլ Փաշինյան վարշապատում այնպիսի պարտություն է կրելու, որ չգիտեմ, այլևս մոռանա վարշապատ գնալու մասին կամ Էջմիածնի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկելու մասին, մայր եկեղեցու դեմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։